Բարև ձեզ, ձեզ հետ բժշկուհի Արմինե Դավթյանն է։ Այսօրվա թեման երկաթդեֆիցիտային անեմիան է։ Երկաթը մարդու համար կարևորագույն միկրոէլեմենտ է։ Այն օրգանիզմում մասնակցում է բազմաթիվ պրոցեսների, այդ թվում նաև հեմոգլոբինի արտադրությանը։ Երկաթի դեֆիցիտ նշանակում է, որ օրգանիզմը չունի բավարար քանակությամբ երկաթ հեմոգլոբինի անհրաժեշտ քանակությամբ արտադրություն ապահովելու համար։ Հեմոգլոբինը սպիտակուց է, որը գտնվում է էրիթրոցիտների մեջ և ապահովում է թթվածնի տեղափոխում հյուսվածքներ։ Երկաթի անբավարարության առաջացման պատճառներից են. Առաջին՝ սննդակարգը, որը չի պարունակում բավարար քանակությամբ երկաթով հարուստ մթերքներ։ Երկրորդ՝ երկաթի ներծծման և յուրացման խանգարումները, որոնք կարող են դիտվել ստամոքսաղեքային համակարգի հիվանդությունների ժամանակ, վիտամին C-ի անբավարարության դեպքում, քանի որ այն նպաստում է երկաթի ներծծմանը, և երկաթի յուրացումը խանգարող մթերքների չարաշահումը, ինչպիսիք են թեյը, սուրճը, ալկոհոլը, ուստի խորհուրդ է տրվում չօգտագործել այս մթերքները հիմնական սնունդ ընդունման ժամանակ կամ անմիջապես հետո, երկաթի յուրացումը չխանգարելու համար, այլ օգտագործել ճաշերի միջև ընկած ժամանակահատվածում որպես միջանկյալ։ Եվ երրորդ՝ երկաթի կորստի դեպքում, որը կարող է դիտվել սուր կամ քրոնիկական արյունահոսությունների ժամանակ, հղիության և կրծքով կերակրման դեպքում, միզամուղների երկարատև կիրառման պարագայում և այլն։ Երկաթդեֆիցիտային անեմիայի ախտորոշման լաբորատոր հետազոտություններից են արյան ընդհանուր հետազոտություն, երկաթի մակարդակի որոշում արյան մեջ, ֆերրիտինի հետազոտություն, որի օգնությամբ գնահատվում է օրգանիզմում երկաթի պաշարը, քանի որ երկաթի դեպոյացումը կատարվում է ֆերրիտինի տեսքով, տրանսֆերինի հետազոտություն, որն ապահովում է երկաթի տրանսպորտը։ Եվ այս հետազոտությունները ցանկալի է կատարել ոչ միայն ախտանշանների առկայության պարագայում, այլ նաև պրոֆիլակտիկ, հատկապես ռիսկի խմբում գտնվող անձանց, որոնց են պատկանում երիտասարդ և միջին տարիքի կանայք, քանի որ յուրաքանչյուր դաշտանային ցիկլի ընթացքում նրանք կորցնում են բավականին մեծ քանակությամբ արյուն, այսինքն արյան կազմում նաև հեմոգլոբին և երկաթ։ Հղիության և կրծքով կերակրման ընթացքում ևս իջնում է երկաթի ռեսուրսները կնոջ օրգանիզմում։ Սկզբնական շրջանում երկաթդեֆիցիտային անեմիան կարող է թեթև և աննկատ ընթանալ, բայց երբ երկաթի պակասը դառնում է զգալի, գանգատները ևս դառնում են արտահայտիչ։ Հիվանդության ախտանշաններից են հոգնածություն, մշտական թուլություն, մաշկի գունատություն, էներգիայի բացակայություն, տրամադրության անկում, տագնապային զգացողություն, մազաթափություն և եղունգների վիճակի վատթարացում, իմունիտետի անկում, հաճախակի հիվանդացություն, գլխացավեր, գլխապտույտ, աչքերի առջև մթագնում, ուշագնացություն, գլոսիտ, այսինքն լեզվի բորբոքում, անգուլյար խելիտ, այսինքն շրթունքի անկյունների բորբոքում և այլն։ Երկաթդեֆիցիտային անեմիայի դեպքում երկաթի անբավարարությունը լրացվում է երկաթի պրեպարատների օգնությամբ, որոնք կարելի է կիրառել միայն ու միայն բժշկի նշանակմամբ։ Ինքնուրույն դեղաչափի փոփոխություն ևս ցանկալի չէ կատարել, քանի որ ինչպես երկաթի անբավարարությունն է անբարենպաստ ազդում օրգանիզմի վրա, այնպես էլ երկաթի ավելցուկը կարող է պատճառ հանդիսանալ արյունաստեղծ օրգանների ֆունկցիոնալ խանգարումների առաջացման։ Երկաթդեֆիցիտային անեմիայի դեպքում երկաթի պաշարների լրացումը հանդիսանում է սիմպտոմատիկ բուժում, այսինքն վերացնում ենք հետևանքը, սակայն շատ կարևոր է փորձել հայտնաբերել և վերացնել անեմիայի զարգացման պատճառը, այլապես բուժումը ժամանակավոր բնույթ կկրի։ Անեմիաների զարգացման պատճառները դասակարգվում են 3 խմբի։ Առաջին՝ պոստհեմորագիկ անեմիաներ, որոնք զարգանում են սուր և քրոնիկական արյունահոսություններից հետո։ Երկրորդ՝ անեմիաներ, որոնք պայմանավորված են արյունաստեղծման խանգարումներով։ Այս խմբին են պատկանում երկաթի, B12 վիտամինի անբավարարությունից, ուռուցքային հիվանդություններից, լեյկոզներից, էնդոկրին հիվանդություններից, ինֆեկցիոն հիվանդություններից զարգացող անեմիաները։ Եվ երրորդ՝ հեմոլիտիկ անեմիաները, այսինքն առաջացումը կապված է էրիթրոցիտների լիզիսի հետ։ Վերջինս կարող է պայմանավորված լինել ինչպես ժառանգական դեֆեկտով, այնպես էլ ձեռքբերովի արտաքին գործոնների ազդեցությամբ։ Մարդու օրգանիզմը կարող է պահեստավորել երկաթի որոշակի քանակություն,
սակայն չի կարող այն արտադրել ինքնուրույն։ Հետևաբար, օրգանիզմը միշտ կարիք ունի այն ստանալ դրսից և ցանկալի է սննդի միջոցով։ Երկաթի լավագույն աղբյուրը կենդանական ծագման մթերքներն են, հատկապես կարմիր միսը և լյարդը։ Աղբյուր են հանդիսանում նաև թռչնամիսը, խոզի միսը, ձուկը, ձուն և այլն։ Երկաթ առկա է նաև բուսական ծագման մթերքներում, ինչպիսիք են մուգ կանաչատերև բանջարեղենը, ոսպը, լոբին, ընդեղենը, ամբողջահատիկ ցորենը, մրգերից պատրաստված ջրերը և այլն։ Սակայն պետք է հիշել, որ կենդանական ծագման մթերքներից երկաթի յուրացումը ավելի լիարժեք է կատարվում, քան բուսական ծագման մթերքներից։ Այսօրվա համար այսքանը, հարգելիներս, առողջ եղեք։